Մայք Ուոլցի զանգը Հաջիևին ինչ է նշանակում։ Մայք Ուոլցի զանգը շատ կարևոր բան է նշանակում, որ ինչպես մենք ենք համարում, որ այս տարածաշրջանում պետք է խաղաղություն լինի, արդեն համաձայնեցված խաղաղության պայմանագրով սկսվող, այնպես էլ Ամերիկայի Միացյալ Նահանգները, այլ մեր գործընկերներ, որոնք որ հայտարարություններով հանդես եկան, վարչապետը զանգեց մեր հարևան եւ ոչ հարևան գործընկերներին դրա մասին տեղյակ պահելու, եւ կա միջազգային կոնսենսուս, որ քանի որ արդեն պայմանագիրը համաձայնեցված է, սա շատ կարեւոր հանգամանք է, այդ կոնսենսուսը այդքան էլ չկար մինչև համաձայնեցում, որտեղ մարդիկ չէին ուզում դետալների մեջ մտնեն եւ ըստ էության երկու երկրները կատարել են իրենց տնային աշխատանքը, համաձայնեցրել են երկկողմանի առանց միջնորդների մի փաստաթուղթ, որը պատրաստ է ստորագրման եւ բոլորը ողջունում են, այդ թվում ԱՄՆ-ն ասելով ապրեք հարգելի գործընկերներ, որ կարողացել եք համաձայնեցնել եւ հիմա է ժամանակը այն վերջնականացնելու, ստորագրում, վավերացում, կյանքի կոչում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ըստ էության ազգային անվտանգության խորհրդի պատասխանատուի գլխավոր պատասխանատուի հաղորդագրությունը դրա մասին է եւ որը հաջորդել էր զանգին եւ ոչ միայն այնտեղ ուրիշ թեզեր էլ կային, որոնք որ կարեւոր էին եւ ըստ էության սա նաեւ հուշում է նրա մասին, որ չկա խոչընդոտ այն ստորագրելու եւ նույնիսկ Ադրբեջանի այդ մտածածին թեզերը, որ գիտեք համաձայնեցված է, բայց բլա 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 տարբեր ինչ որ բաներ, դրանք ըստ էության արհեստական, որևէ հիմք չունեցող ինչ որ փաստարկներ են եւ եթե ունենային որևէ հիմք, ապա պետքա պայմանագրի մեջ կամ լինեին կամ էլ պայման լինեին, հա, պայմանագրի մեջ։ Ոչ թե տեքստը համաձայնացրենք, եկեք մի հատ ուրիշ տեքստ համաձայնացնենք, հետո տեքստի մասին, տեքստի մասին, տես չի լինում։ Եւ միջազգային գործընկերները հենց դրա մասն են ասում, որ կա փաստաթուղթ, եկեք ստորագրենք, ինչին ենք սպասում։ Եվ ԱՄՆ-ն նաև ասում է, որ մենք պետք է, հենց ըստ էության մենք առաջի դեմքով հոգնակիով, որ մենք պետք է վերջնականացնենք գործարքը եւ աշխատենք միասին տարածաշրջանում անվտանգություն եւ բարեկեցություն ապահովելու եւ դա ուղղակիորեն նաեւ տեղավորվում է ամերիկյան այսօրվա քաղաքականության, արտաքին քաղաքականության մեջ խաղաղություն բերելու աշխարհին։ Այսինքն դրանից ավելի ուղիղ խոսք երևի դժվար է ասել երկրների ներկայացուցիչներին։ Շատ կարևոր արձանագրում է, հույս ունենք, որ նաև անմիջական ներգրավվածություն կունենան մեր ամերիկյան գործընկերները այդ գործարքը վերջնականացնելու գործում եւ նաև մեր մյուս գործընկերները ու մենք ունենանք այդ ստորագրված պարոն Թորոսյան